Թող որ Աստված գործածի քեզ։ Աղոթում եմ, որ Աստված գործածի քեզ։ Եվ ուզում եմ քեզ պատրաստել օծություն ընդունելու համար։ Գիտեմ, որ բոլորս էլ օծված ենք եւ Աստված շատերիդ հրաշալի ձևով է գործածել, բայց հավատում եմ, որ սա մի ավելի բարձր մակարդակ է։ Հիմա մի ժամանակաշրջան է, որ Աստծո զորությունը պետք է ուժգնորեն արձակվի ձեր կյանքի միջոցով։ Խնդրում եմ, ինձ հետ բաց արեք Աստվածաշունչը 2 Տիմոթեոս 1 գլուխը։ Որքան երիտասարդներ կան այստեղ։ 15-ից 30 տարեկան երիտասարդներ, խնդրում եմ բարձրացրեք ձեր ձեռքերը։ Ոտքի կանգնեք, խնդրում եմ։ Նրանք, ովքեր 15-ից 30 տարեկան են։ Օ, դուք շատ եք։ Նստեք, խնդրում եմ։ Ես խոսում եմ բոլորի հետ, բայց կամենում եմ, որ երիտասարդներն ավելի ուշադիր լինեն։ Վերջերս Իսրայելում ընկերոջս Ռեյնարդ Բոնկեի հետ միասին ճաշում էինք։ Նրա հետ գործող երիտասարդի հետ սկսեցի խոսել ծառայության համար գին վճարելու մասին։ Շատ քչերն են հասկանում, որ ծառայության համար մենք գին պետք է վճարենք եւ այդ գինը պետք է վճարեն մեզ հետ եղած մարդիկ։ Եթե նրանք այդ չգիտեն, մեկ օր նրանք կուրանան եւ կլքեն քեզ։ Զգույշ եղեք, մինչ նրանք սկսեն ձեզ հետ քայլել, ասեք նրանց, թե ինչ գին պետք է վճարեն։ Ծառայությունը խաղ չէ։ Որովհետև ծառայության մեջ պատճառները շատ են։ Լավ լսեք, ես միայն չեմ քարոզում, այլ ուզում եմ, որ այն հասնի ձեզ, եթե իմանայի, թե ինչ գին եմ վճարելու, ես երբեք չէի ընդունի Աստծո կոչումը իմ կյանքի մեջ։ Լավ լսեք, թե ինչ եմ ասում։ Ինձ համար ուշ է արդեն։ Ուշ է ինձ համար, որովհետև ես փառքի համը շատ եմ փորձել։ Վերադարձ չկա, երբ արդեն դրա մեջ եք։ Ոչ մի մարդ իր ձեռքը չի դնում մահճին եւ հետո ետ նայում։ Շատերն այդ օրը կասեն, Տեր, բայց Տերը կասի, ես ձեզ չեմ ճանաչում, որովհետև նրանք կոտրել են վստահությունը։ Ուրեմն մի սկսիր ծառայությունը մտածելով, որ այն փառավոր եւ հրաշալի մի բան է, մոռացիր։ Դևի նպատակը կլինի քեզ կործանել։ Եթե մտածում ես այս ամենը կատակ է, ուրեմն արթնացիր, բայց մինչև գին չվճարես քո կյանքում զորություն չի լինի։ Զորությունը գալիս է գին վճարելու արդյունքում։ Այս երեկո ես կասեմ այդ իրական գնի արժեքը։ Առաջին հերթին բոլորն են կանչված, բայց ոչ ամենքն են ընտրված։ Աստվածաշունչը շատ պարզ է ասում, թե ինչ նկատի ունի։ Աստված կկանչի քեզ։ Եվ նայիր, թե ինչպես ես հավատարիմ լինելու եւ միայն այդ ժամանակ է, որ նա քեզ կընտրի ծառայության համար։ Շատերը կանչված են, սակայն քչերն են ընտրված, որովհետև ճանապարհի ընթացքում կանչվածությունը հոտս է ցնդում եւ մարդիկ բաց են թողնում ծառայությունը եւ որակազրկվում։ Բայց այն պահից, երբ նա ընտրում է քեզ, նա օծությունը կենտրոնացնում է քեզ վրա։ Ծառայության մեջ շատերն են եկել ու գնացել, որոնք կանչված են եղել եւ գործածվել են, բայց ծառայությունից դուրս են թռել, որովհետև հավատարիմ ու նվիրված չեն եղել, այլ հիմար են եղել։ Հիմար են եղել իրենց ապրելակերպով։ Հիմար են եղել օծության նկատմամբ սխալ վարվելով։ Նրանց թվացել է, թե դա խաղ է։ Լսում եք ինձ։ Այն ինչ ուսուցանում եմ ձեզ, ինձ սովորեցրել են, երբ դեռ երիտասարդ քրիստոնյա էի։ Այն ինչ տալու եմ ձեզ իրականը, եթե կամենում եք։ Դուք կամենում եք։ Լոն Քանինգհամը մի օր եկավ մեզ մոտ եւ ուսուցանում էր անձի ամբողջական մահվան մասին։ Եղբայրներ, մենք այս մասին այլևս չենք լսում։ Այսօր մարդիկ ուսուցանում են, թե ինչպես անձը կերակրել եւ ոչ թե մեռցնել։ Երբ Լոն Քանինգհամը ուսուցանում էր, ես 19 տարեկան էի եւ լսում էի ամենամեծ ուսուցումը անձի ինքնազոհության մասին։
ամեն ինչ գամել խաչին, մեռնել ցանկությունների համար եւ ցանկությունների կամքը կատարելու համար։ Եվ ես նստած տեղում ցնցվում ու լաց էի լինում օծության ներքո, Աստծուց կանչված լինելու համար վճարելու գին կա։ Բոլորդ եք կանչված, ամեն մեկն է կանչված։ Կարդացեք 2 Տիմոթեոս 1:9 խոսքը, այն ասում է, որ մենք բոլորս կանչված ենք։ Խնդրում եմ կարդանք, որ փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կանչեց։ Եվ ինչ է ասում 2 Պետրոսի 1:10, ինչ է ասում Ջեյմս, սրա համար եղբայրներ ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ անեք։ Ամեն ոք կանչված է, ամեն մի քրիստոնյա է կանչված, բայց դուք պետք է կոչումին կցված եւ հավատարիմ մնաք։ Աստվածաշունչը պարզ հայտարարում է, որ մինչ քո որակավորվելը Աստված կտանի քեզ տարբեր տեսակի փորձություններով։ Առաջինը, որ պետք է հասկանաս, այն Առակաց 23-րդ գլխի 26-րդ խոսքում է։ Խնդրում եմ ինձ համար կարդացեք այդ։ Սա ծառայության մեջ մտնելու առաջին քայլն է։ Ծառայության մեջ մտնելու առաջին քայլը, Առակաց 23-26-րդ խոսքը, սիրտդ ինձ տուր որդյակս, կանգ առ, տուր ինձ ինչը, Աստված ուզում է, որ քո սիրտը պատկանի իրեն, դու պետք է հանձնես քո սիրտն իրեն, դու սկսում ես ծառայել սիրտը տալով իրեն, դա նշանակում է քո զգացմունքները, քո էությունը, քո ցանկությունները, քո կամքը, ամեն ինչ պետք է տաս իրեն։ Երբ դու տալիս ես Հիսուսին քո սիրտը, այն դառնում է նրա սեփականությունը, այն այլևս քոնը չէ։ Սիրտը տուր ինձ որդյակս, եւ հետո ինչ է ասում։ Եվ թող աչքերիդ հաճելի լինեն իմ ճանապարհները, առաջինը սիրտը տուր նրան եւ հետո լսիր նրան։ Ուշադրություն դարձրու, թե ինչ է ասում նրա խոսքը։ Մարդիկ չեն ուզում իրապես լսել, թե ինչ է ասում Աստվածաշունչը, նրանք չեն ուզում լսել այն հատվածը, որտեղ ասվում է. Երբ Եղիան ընտրեց Եղիսեին, Եղիսեից պահանջվեց, որ կոտրի իր բիզնեսը, որպեսի որակավորվի ծառայության համար։ Եղիսեն ֆերմեր էր, նա ջախջախեց իր աշխատանքային գործիքները։ Այսօր ոչ ոք չի ուզում իր բիզնեսը թողնել Հիսուսի համար։ Նրանք ուզում են բիզնեսն իրենց կողքին լինի։ Նա կործանեց իր հողագործության գործիքները ապացուցելով, թե որքան հավատարիմ է իր կոչմանը։ Նա վառեց բոլոր գործիքներն ասելով, ես ավարտեցի իմ հին կյանքը։ Եվ Եղիան բարկացավ նրա վրա, փոխարենը գնար ողջուներ կամ ցտեսություն ասեր ծնողներին, նա եկավ Եղիայի մոտ եւ Եղիան ասեց. Ինչ անեմ քեզ հետ։ Չկա մի նշում։ Երկրորդ Թագավորաց 19-ում, թե Եղիսեն ետ գնաց տուն ու հրաժեշտ տվեց իր ծնողներին։ Մեկը մոտեցավ Հիսուսին եւ ասաց. Ես կհետևեմ քեզ, եւ Տերն ասաց. Թռչունները բույներ ունեն, աղվեսները որ չեր, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Այդ ասելով Հիսուսն ասում էր. Ես քեզ համար տեղ չունեմ, այսինքն որոշ մարդիկ կմերժվեն կանչված լինելուց, բայց երբ Աստծո որդին ասաց մեկին հետևիր ինձ, եւ այդ մարդը խնդրեց թող գնա հորս թաղեմ, Հիսուսն ասաց. Գնա թող մեռելները թաղեն մեռելներին, ես քո կարիքը չունեմ, Աստված այդպիսի բաների համար հանդուրժողականություն չունի, եթե մենք մերժենք Աստծո կանչը, մենք երկրորդ անգամ այլևս չենք ընտրվի։ Աստված կանչված լինելու հետ խաղ չի անում։ Աստծուց կանչված լինելը լուրջ հարց է։ Մարդիկ միանում են ծառայություններին մտածելով այն փառավոր է, բայց իրականում այդպես չէ։ Երբ գտնեք մեկին, որը պոտենցիալ ընտրված անոթ է, սկսեք վերապատրաստել նրան։ Հիմա այդ եմ անում իմ հրաշալի երիտասարդներից մեկի հետ։ Ես նրան պատրաստում եմ վաղվա համար։ Դուք ներ եք դնում այս մարդկանց մեջ,
Ես ասել եմ Փեսայից, որ ծառայությունը գին ունի։ Մայքլ, դու պետք է գին վճարես։ Նա այլընտրանք չունի, եթե նա մուտք գործեց այլևս ընտրություն չունի, դուք չեք կարող փոխել ձեր միտքը։ Չեք կարող ասել, ես չգիտեի, որ դա այդքան դժվար է։ Երբ մտնես ծառայության մեջ, դու պետք է մնաս, նկատի ունեմ, երբ Աստծո կանչին արձագանքում ես, այո, այդ պահից է, որ սկսում են փորձությունները։ Ահա այդ է, որ Աստված քեզ հետ կանի։ Այն պահից հետո, երբ ասես այո, նա կփորձի քո սիրտը։ Աստվածաշունչն ասում է երկրորդ Օրինաց 8-րդ գլխի 2-ում, որ Աստված քննում է սրտերը։ Երեմիայի 17-րդ գլխի 10-րդ խոսքն ասում է, Աստված քննում է սիրտը։ Առակաց 21-ի 2-ն ասում է, Աստված կշռում է սրտերը։ Հիսուսը մինչ իր աշակերտներին ընտրելը փորձեց նրանց։ Դուք կհարցնեք, թե ինչպես։ Կարող եմ ձեզ մի օրինակ բերել։ Նա քայլում էր Գալիլեա ծովի ափով եւ ցանկացավ տեսնել արդյոք իրեն կընդունեն նավի մեջ թե ոչ։ Եվ այնպես արեց, որ կարծես այդ տեղով անցնում էր, մինչև նրանք աղաղակեցին։ Էմաուսի ճանապարհին նա ցույց տվեց, թե անցնում է այդ տեղով եւ իրենց հետ գնալու փոխարեն գնում էր մեկ այլ ճանապարհով։ Եվ նա սպասում էր այնքան, որ տեսներ, թե արդյոք նրանք կպահանջեն իրեն մնալ իրենց հետ։ Աստված սիրում է, որ ուժային ճնշում լինի։ Նա սիրում է քեզ հետ բռնցքամարտի մեջ մտնել։ Նա ուզում է, որ դու իրեն հրես։ Նա ուզում է, որ դու աղաչես իրեն։ Հեշտությամբ չես կարող նրան համոզել քո ընտրությունը։ Դու կարող ասես Տիրոջն այո, բայց նա ետ կքաշվի քեզանից տեսնելու, թե դու կհետևես իրեն։ Աստվածաշունչը մի զարմանալի հայտարարություն է անում Եզեքիայի մասին։ Երկրորդ մնացորդացում ասում է, որ Աստված իրեն ետ պահեց, որ տեսնի, թե ինչ կա նրա սրտում։ Աստված իրեն ետ քաշեց Եզեքիայից, որ տեսներ, թե ինչ կա Եզեքիայի սրտում։ Աստված իրեն ետ կքաշի քեզանից տեսնելու, թե ինչ կա քո սրտում։ Դու կվազես իր ետևից, թե կասես, ես չեմ ուզում այդպես հետևել։ Երբ Աստված կանչում է, նա կփորձի քեզ։ Քո սիրտը հաճախակի կստուգի։ Նա կփնտրի եւ կնայի, ամեն օր կստուգի քեզ այն ժամանակ, երբ դու չես սպասում, նա ետ կքաշվի տեսնելու, թե դու ինչ կանես։ Նա կվերցնի իր ներկայությունը տեսնելու, թե դու ինչ կանես այդ ժամանակ, նա քեզ նեղություններ կուղարկի տեսնելու, թե ինչ կանես դրանց հետ։ Ահա այն փորձությունները, որոնք Աստված կդնի քո առջև։ Գրեք դրանք, այս երեկո ուզում եմ կյանքդ փրկվի։ Դու իսկապես ուզում ես այդ։ Առաջին փորձությունը կոչվում է ժամանակի քննություն։ Աստված ուղղակի քեզ կդնի դարակում։ Նա ամեն դուր կփակի քո երեսին։ Բայց հասկանում ես, դու ընդամենը ասել ես Աստծուն, ես այստեղ եմ, գործածիր ինձ։ Ահա ես Տեր։ Հիսուսը կանչում է քեզ, դու ուրախությամբ ասում ես, այո Տեր, ես լաց եմ լինում, Տեր, շնորհակալ եմ քո ողորմության համար, շնորհակալ եմ քո կանչի համար, ես կյանքս տալիս եմ քեզ, ես այս կանեմ, այն կանեմ, եւ գիտեք թե ինչ է լինում, նա քեզ դնում է դարակում եւ անտեսում։ Սա առաջին քննությունն է, թեստը, ինչ կանես դու, եթե նա այսպես վարվի քեզ հետ։ Նա նայում է քո շարժառիթներին։ Նա ստուգում է քո շարժառիթները։ Այն ժամանակ, երբ դու անցնում ես ժամանակի այս քննությունով, Աստված մաքրում է քո սրտի շարժառիթները։ Երբեմն մենք Տիրոջն ասում ենք, ես այստեղ եմ, բայց մեր սրտերը մաքուր չեն։ Այդպիսով նա կփնտրի մեր սրտերը մեզ փակելով ինչ-որ տեղում, մի դարակում կամ մի անկյունում, եւ նա կմոռանա մեր մասին։
Եվ հետո դու կսպասես, գուցե երկար ժամանակ սպասես նրան։ Եվ եթե մնաս այդպես կալանված, կհայտնաբերես, որ հավատքդ աճել է։ Աստված անտեսում է քեզ, որպեսզի կառուցի քեզ և աճեցնի քո հավատքը։ Աբրահամը, ես չեմ պատրաստվում կարդալ ամեն մի համար, բայց ուղղակի կասեմ ձեզ, Աստված կանչեց Աբրահամին, երբ նա 75 տարեկան էր, երբ նա Իսահակին ունեցավ, արդեն 100 տարեկան էր, 25 տարիներ շարունակ սպասում էր նա։ Այդ ժամանակվա ընթացքում նա խառնաշփոթություն ստեղծեց և Իսմայելին ունեցավ։ Երբեմն մարդիկ չեն ցանկանում սպասել, 25 տարին երկար ժամանակահատված էր։ Աստված մի խոստում է տալիս և 25 տարի հետո նոր կատարում է այն։ Այդ 25 տարիների ընթացքում Աբրահամի հավատքը աճեց, Աբրահամի հավատքը մաքրվեց, ամեն ինչ Աբրահամի մեջ սկսեց փոխվել, և նա դարձավ Աստծուն հաճեցնող մի մարդ։ Եվ այսպես Աստված կդնի քեզ մի ժամանակաշրջանում, որտեղ կանչված չես լինի, ճանաչված չես լինի և անտեսված կլինես։ Ուրեմն ինչ, ես կանչված եմ, այո, բայց առաջին ժամանակաշրջանը լռության շրջանն է։ Եվ այսպես նա կանչում է Աբրահամին ծննդոց 12-4-ում, երբ նա 75 տարեկան էր, ծննդոց 16-րդ գլուխ առաջին 4 համարները։ Նա Հագարին վերցնում է որպես կին և նրանից Իսմայելին ունենում։ Այդ տեղի ունեցավ 10 տարի հետո, ինքներդ կարող եք կարդալ, ասում է, որ 10 տարի հետո, երբ նա թողեց երկիրը, Հագարն առաջ եկավ և դարձավ նրա կինը։ Then Hagar comes along and becomes his wife. And so now he's 85 Այդ ժամանակ նա արդեն 85 տարեկան էր, իսկ Իսահակը ծնվելիս նա 100 տարեկան էր։ Եվ շատ զարմանալի է, գրեթե նա հանձնվել էր կես ճանապարհին։ Հիշում եք։ Նա ասաց Աստծուն, թող Իսմայելը մնա, ես լավ եմ զգում նրա հետ։ Իսահակի մասին էլ մի մտածիր, ամեն ինչ կարգին է։ Այդ կարդում ենք ծննդոց 17-րդ գլխում, որտեղ հիմնականում այդ է ասում Աստծուն։ Մի մտահոգվիր մեկ այլ որդու մասին։ Ոչ, ասաց Աստված, այդ սերմը կկոչվի Իսահակ, որովհետև Մեսիան կգա ոչ թե Իսմայելով, այլ Իսահակով։ Ամեն ոք անցնում է այս ճանապարհով, ինքս էլ անցել եմ այդ ճանապարհով։ Ամեն ոք ցանկանում է վազել ծառայության մեջ։ Դուք պետք է հասկանաք, որ Աստված ձեզ կդնի սպասման ժամանակաշրջանի մեջ։ Միևնույն ժամանակ, երբ դու սպասում ես, այլ փորձություններ կգան։ Աստված չի սպասում, որ տվյալ քննությունն ավարտվի և հետո նոր մյուսը բերի։ Ոչ, նա քեզ կփորձի միևնույն ժամանակ։ Այս բոլոր փորձությունները սկսվում են միասին, լսում եք ինձ։ Մինչ Աբրահամը 25 տարի սպասում էր, այդ ժամանակաշրջանում Աստված սկսեց փորձել նրան մեկ ուրիշ ոլորտում։ Աստված կփորձի իր խոսքի նկատմամբ ունեցած քո գիտությունը։ Խոսքը քեզ կփորձի։ Ինչու՞։ Դու կհանդիպես խնդիրների, դժվարությունների, հալածանքների, որտեղ պետք է վստահես Աստծո խոստումներին։ Վիճակները քեզ ուժգին կհարվածեն և չես իմանա ուր գնալ, բացի միայն Աստվածաշնչից, սա կոչվում է խոսքի փորձություն, այլ խոսքով ասած հանկարծակի կործանիչ բաներ կպատահեն։ Հանկարծակի կհալածվես կամ կփորձվես քո ընտանիքի կողմից, կամ կանտեսվես ծնողներիդ կողմից, սխալ ձևով կմեղադրվես։ Ինչ կանես և միակ տեղը ուր կդիմես, Աստված կուզենա տեսնել, թե ուր կգնաս, երբ այս դժբախտությունները սկսվեն։ Արդյոք դու կհեռանաս, թե կմոտենաս Աստծուն։ That's what happened to me. Այդ պատահեց ինձ հետ։ Աստված կանչեց ինձ, երբ 11 տարեկան էի։ Երբ 11 տարեկան էի, ոչինչ չեղավ մինչև իմ 19 տարեկան դառնալը։
Երբ փրկվեցի, ծնողներս մերժեցին ինձ։ Հայրս ուղարկեց ինձ հոգեբանի մոտ, որովհետև մտածում էր, որ գժվել եմ։ Իմ ընտանիքը հալածում ինձ, եւ քույրս Ռոզան կարող է պատմել ձեզ այս մասին։ Բայց ընտանիքիս մեջ ունեցած այդ ցավոտ 3 տարիների ժամանակ ոչ մի տեղ չունեի գնալու բացի խոսքից։ Ուզում էի իմանալ, թե ինչ է ասում Աստծո խոսքը իմ վիճակի, պարագայի խնդիրների եւ դժվարությունների համար։ Սա կոչվում է խոսքի փորձություն։ Հանկարծակի սկսում եք փորել Աստծո խոսքը, որովհետև որոնելու ոչ մի այլ տեղ չկա ձեզ համար։ Դու սկսում ես նայել Սուրբ գրքին, որովհետև ուրիշ նայելու տեղ չկա։ Ես սկսեցի կարդալ եւ ուսումնասիրել այս խոսքը, երբ փրկվեցի։ Աստված վկա է։ Ունեմ օրագրեր, որ կարող եմ ձեզ ցույց տալ։ Միքայելն այն տեսել է, գրում էի այն ամենը, ինչ Աստված ուսուցանում էր։ 19 տարեկանից մինչև այսօր ունեմ այն։ Հարուստ նյութեր են։ Մի կարծեք, որ այն, ինչ քարոզում եմ, գալիս է գրքերից։ Ոչ, սիրելիներս, Աստվածաշունչը ես կարդացել եմ բազմաթիվ անգամներ։ Ես կարդում եմ Սուրբ Գիրքն ամենակիչը 2 անգամ ամբողջությամբ։ Աստվածաշունչն ինձ համար հիմա դարձել է ամենամատչելին, որովհետև անընդմեջ կարդացել ու կարդացել եմ։ Եվ չեմ կարդացել տեղից տեղ ցատկելով, ես այն սկզբից մինչև վերջ եմ կարդացել եւ անընդմեջ եմ կարդացել։ Եվ վերջացրել եմ, սկսել եմ նորից կարդալ, ուր դիմեմ, եթե ոչ Աստվածաշնչին, այն սկսել եմ դեռ երիտասարդ հասակից։ Այս շենքում, որ քարոզում եմ, ինչու են 10,000 հոգի հավաքվել, նրանք չեն եկել, որ ես ալելույա եմ երգում, այլ եկել են խոսքի համար։ Աստված կդնի քեզ մի ժամանակաշրջանում, որտեղ միայն խոսքի համար կգնաս։ Աստվածաշունչն ասում է ինձ Սաղմոս 105-ի 17-ից 19-րդ խոսքերում, խնդրում եմ կարդացեք ինձ համար։ Հովսեփը, որ նստած էր բանտում, Աստծո խոսքը քննում էր նրան։ Այլ խոսքով ասած, նա պետք է վստահեր այն խոստումին, որ Աստված էր տվել։ 17-րդ խոսքը խնդրեմ։ Նրանց առաջից մարդ ուղարկեց, Հովսեփը ծառայության մեջ ծախվեց։ Այլ խոսքով ասած, նա դժվարություններ ուներ, շարունակեք կարդալ։ Շարչարեցին նրա ոտները կապանքի մեջ, նրա անձը երկաթի մեջ մտավ, մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը եկավ։ Աստծո խոսքը պետք է գար նրան, որ վստահեր խոստումներին։ Շարունակեք կարդալ։ Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը եկավ, Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Այլ խոսքով ասած, Աստծո խոսքը դարձավ իր միակ աղբյուրը, նա պետք է վստահեր միայն Աստծո խոսքին։ Աստված դիտում էր եւ ասում, բարի արդյոք նրանք կվստահեն իմ խոսքին, թե կվստահեն այլ բաների։ Աստվածաշունչն ասում է ինձ։ Կարող եմ այստեղ մի բան ասել։ Այն դժվար է, սակայն ուզում եմ ասել, Աստված Ադամին տվել էր պաշտոն, իսկ Եվան այդ պաշտոնի վրա ուներ ազդեցություն։ Աստված ասել էր Ադամին, չուտես այդ պտղից, բայց Եվան Ադամին ասաց կեր։ Եվ Ադամը հնազանդվեց Եվային ավելի քան Աստծուն։ Որովհետև այնինչ Աստված տվել է կնոջը, դա ամենազորավոր զենքն է թագավորության համար կամ թագավորության դեմ։ Այն կոչվում է ազդեցություն։ Ամենամեծ քարոզիչներին աջակցում են իրենց կանայք։ Բայց այն պահին, երբ նրանք կորցնում են իրենց կանանց աջակցությունը, մասնատվում են։ Այն գինը, որ վճարվում է ճամփորդողի համար, դա տանը նստած կինն է։ Երբ Բիլի Գրեմը ճամփորդում էր, հրուտն ասում էր, ես կվճարեմ գինը, մեծացնելով երեխաներին։ Կծածկեմ քեզ, երբ ամիսներով բացակայում ես։ Մի քանի օր առաջ Օրալ Ռոբերտսին էի հարցնում, որքան հաճախ եք տեսել Էլվինին։ Նա ասում էր, համաժողովների ժամանակ ես տանից գնում էի 3 շաբաթով։ Նա ասում էր, Էլվինը պետք է հետևեր երեխաներին, եւ նա գալիս էր ինձ մոտ մի քանի օրով եւ վերադառնում։ Նա ասում էր, առանց Էլվինի ես չէի կարող գոյատևել։ Հարցրի նրան, դոկտոր, երբևէ Էլվինը բողոքել է, նա ասաց, երբեք չի բողոքել։ Հարցրի, երբևէ նա ձեր կյանքը դժվարացրել է։ Երբեք, որովհետև մինչ ամուսնանալը Էլվինն ասում էր, ես կվճարեմ քեզ հետ քայլելու պահանջվող գինը։
Wow. Սրա համար է, որ Օրալ Ռոբերտսը է։ Բայց դուք պետք է հասկանաք, որ ձեր դիրքը որպես կին աջակցելն է։ Օգնական նշանակում է աջակցել եւ գործածել ազդեցության զենքը Հիսուսին փառավորելու համար։ Բարձրացնել Հիսուս Քրիստոսի ավետարանը, աջակցել ձեր ամուսնու պաշտոնին։ Աստված կհատուցի ձեզ շատ զորավոր կերպով։ Սակայն այսօր կան մարդիկ, ովքեր կանչված են, բայց նրանց կանայք կանչված չեն։ Դուք երիտասարդներ, որ ամուսնացած չեք, մինչ կգտնեք ձեր կողակցին, հայտնաբերեք ձեր կոչումը եւ հետո միայն գտեք նրան, որը հարմար կլինի ձեր կոչումին եւ ոչ թե հակառակը։ Եթե դու գտնես քո կնոջը եւ հետո քո կոչումը, գուցե քո կինը չհամապատասխանի այդ կոչմանը։ Համոզված եղիր, որ նախ եւ առաջ կգտնես քո կոչումը եւ հետո քո կողակցին, որը հարմար կլինի քո կոչման համար։ Ես հենց նոր փրկեցի քո ամուսնությունը։ Հենց նոր փրկեցի քո ապագան։ Միշտ ապիր ամուսնանալ զգացմունքներից մղված։ Միշտ ապիր ամուսնանալ գեղեցկությունից գերված։ Միշտ ապիր ամուսնանալ աղջկա լավ վերաբերմունքից դրդված։ Միշտ ապիր ամուսնանալ ամուսնանալու համար։ Մինչև երիտասարդը մեքենա է գնում, նա ստուգում է այն համոզվելու համար, արդյոք ճիշտ մեքենա է։ Նրանք երբեք չեն շտապում մի թանկ բան գնել, մինչև համոզված չլինեն, որ ամեն ինչ կարգին է, բայց ամուսնության ժամանակ նրանք կուրորեն շտապում են։ Եվ հետո հանդիպում են դժվարության, թե Աստծո հետ եւ թե ընտանիքում։ Ինչու է ամուսնալուծություններն այսքան շատ այսօր։ Ոչ ոք չի մտածում այն գնի համար, որ պետք է իր կինը վճարի ամուսնության ընթացքում։ Կամ էլ կինը չի մտածում այն գնի մասին, որ պետք է վճարի իր ամուսնության ընթացքում իր ամուսնու համար։ Ինչ ամուսնություն է նա ակնկալում, ինչ կոչում ունի նա իր կյանքում, դուք պետք է հասկանաք, այդ լուրջ որոշում է։ Ես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին, մի ամուսնացեք, մինչև բացարձակապես համոզված չլինեք, որ գտել եք ձեր կոչումը Աստծո մեջ։ Եվ մարդիկ ասեն ամեն։ Եվ մինչ դուք կանցնեք այդ ժամանակի փորձություններով եւ կանցնեք խոսքի թեստով, թույլ տվեք մեկ ուրիշ քննության մասին խոսել։ Let me give you another test. Դուք կփորձվեք ձեր ծառայելու կարողության մեջ։ Ես դա կոչում եմ ծառայի քննություն։ I call that the servant's test. Աստված կդնի քեզ մի տեղ, որ տեսնի, թե արդյոք կամենում ես ծառայել մեկ ուրիշ մարդու։ Ամեն ոք ցանկանում է ծառայել Աստծուն։ Մինչև Աստծո կողմից ընտրվելը մենք կծառայենք մեկ ուրիշ ովի համար։ Մեկ ուրիշ ծառայության մեջ։ Աստված մինչև քեզ ընտրելը նայելու է, թե ինչպես ես վարվում իր ծառաների հետ։ Եղիսեն սպասավորում էր Եղիային, նա ծառայում էր Եղիային։ Երկրորդ Թագավորաց 3-րդ գլխի 11-րդ խոսքն ասում է, որ նա ծառայում էր Եղիային։ Նա դարձավ Եղիայի ծառան։ Չեմ կարծում այսօր ծառայության մեջ, որ ինչ-որ մեկն ասի ես ծառա եմ։ Նրանք ուզում են լինել բոսեր եւ ոչ թե ծառաներ։ Նա կոչվում էր Եղիայի ծառա։ Դու պետք է ծառայես Աստծո մարդուն։ Եվ եթե Աստծո մարդն ասի ես քո կարիքն ունեմ եւ կինդ ասի ես քո կարիքն ունեմ, դու պետք է ընտրես Աստծո մարդուն։ Գուցե ասես դա ինձ դուր չի գալիս, ուրեմն դու չես պատկանում այդ ծառայությանը։ Կոչումը գալիս է ամեն ինչից առաջ։ Ես գիտեմ այդ դժվար է, խիստ է հնչում, բայց Աստծուց կանչված լինելն այս է։ Երբեք հարցականի տակ մի դրեք Աստծո կանչը, կամ դու կանչված ես, կամ դա խաղ է։ Քանիսը ձեր ամբողջ սրտով հավատում եք, որ Աստված ուզում է գործածել ձեզ, բարձրացրեք ձեր ձեռքերը։ Արդյոք պատրաստ ես նման գին վճարել։ Գին, որն ասում է կանչվածությունն ամեն ինչից առաջ է, եւ իմ կյանքում ետ չեմ դառնա Աստծո կոչումից։ Չեմ ուզում, որ ընտանիքս միջամտի։ Սա մի այնպիսի կանչվածություն է, որ շատ քչերն են կամենում մտնել այդ կոչումի մեջ։
Աստվածաշունչն ասում է, The Bible says որ Եղիսեն that ծառայում էր Եղիային served մոտ մեկ տարի Elijah եւ ոչ թե մի քանի օր։ possibly for years. not Եվ days. Եղիան դժվարացնում էր Եղիսեի And կյանքը։ Elijah made life tough. for Ոչ թե Elijah. միայն Աստված էր փորձում Եղիսեին, այլ նաև Եղիան էր փորձում Եղիսեին։ Նրա համար մեկ օրվա մեջ 3 անգամ դժվարություն By ստեղծելով։ firing him 3 times in one day. Գագաղայում Եղիան ասում է մնա այստեղ, նա ասում է ոչ չէ մնա, Եղիան գնում է Բեթել, ասում է մնա այստեղ, նա ասում է ոչ չէ մնա, գնում է Երիքով, Եղիսեն ասում է եթե գնում ես ես չեմ մնա, գալիս եմ, ես քո հետ եմ։ Not staying, if you're going, I'm with you. Եթե ուզում ես ծառայել Աստծուն, ապա նա կփորձի քո ծառայողական կարողությունը։ Նա կուզենա տեսնել, թե դու ինչպես կարող ես ծառայել Աստծո մարդուն։ Ո մենք բոլորս ենք ուզում ծառայել Աստծուն։ Երբ ես վերցնում եմ մեկին պատրաստության, նրան ասում եմ՝ դու պետք է իմանաս, որ կա մարդ եւ կա Աստծո մարդ։ Ասում եմ, շատ հեշտ է ծառայել Աստծո մարդուն, երբ նա հագել է սպիտակ կոստյում, որովհետեւ այդ ժամանակ քո արածը միայն նրա ծառայության մեջ դիտելն է, բայց ծառայել միևնույն մարդուն որպես մարդ, այդ մեկ ուրիշ իրականություն է։ Որովհետեւ մարդն է ամենադժվարը։ Ասում եմ, ուզում եմ իմանաս, որ ես անկանխատեսելի մարդ եմ։ Ես պահանջների մի կոմպլեքս եմ, I'm demanding and complex. որովհետև Աստծո մարդիկ տարօրինակ են, չգիտես թե երբ են նրանք ուրախ լինում եւ երբ են խենթանում։ Նրանք արթնանում են, ամեն ինչ լավ է, բայց մի հեռախոսազանգ եւ այն կարող է խառնել նրանց ամբողջ օրը։ Ասում եմ, դու կզանազանես Աստծո մարդուն մարդուց միայն այն ժամանակ, երբ ապահով լինես, բայց երբեք մի մոռացիր, որ այդ մարդը առանց սպիտակ կոստյումի շարունակում է մնալ որպես Աստծո մարդ։ Եթե անցնես սահմանը եւ տրորես նրա պաշտոնը, դու դուրս կգցվես։ Պաշտոնը նշանակություն ունի։ Պաշտոնը Աստված այդ մարդուն պաշտոն է տվել, որ դու հարգես նրան։ Եղբայրս այս մասին դու պետք է քեզ միշտ հիշեցնես ամեն օր, որովհետև մարդիկ արագ չեն սովորում։ Եվս մեկ այլ քննություն, պատրաստ ես լսելու այն անապատային փորձություն։ Այս ամենը կատարվում է միևնույն սեզոնում։ Աստված քեզ կդնի քո կյանքի ամենադժվարին ընթացքի մեջ։ Անապատային քննություն նշանակում է։ Լսեք։ Երբ Մովսեսը գնաց անապատ, Աստված Եգիպտոսը դուրս հանեց նրա կյանքից։ 40 տարի նա այդ անապատում էր, որ այն աշխարհը, որն ինքը գիտեր, իրենից դուրս հանվեր։ Ելից երկրորդ գլխում նա թողնում է Եգիպտոսը։ Գործկարակելոց 7:29-30 խոսքերն ասում են, որ նա 40 տարի անապատում էր եւ 40 տարի հետո անապատը դուրս եկավ նրանից։ Դուք կարծնեք, թե որքան ժամանակ իմ քննությունը կընթանա, այնքան մինչեւ աշխարհը քեզանից դուրս գա։ Աստված աշխարհը քո համակարգից դուրս կհանի։ Ես այս աշխարհում որևէ հետաքրքրություն չունեմ, ձեզ անկեղծ եմ ասում։ Որևէ վայելք չունեմ։ Այո, մենք այս աշխարհում լույս պետք է լինենք, այո, բայց ես որևէ հաղորդակցություն այս աշխարհում չունեմ։ Աստված քեզ կդնի անապատում, որ քեզանից դուրս հանի աշխարհը, դուրս հանի Եգիպտոսը։ Հանի այն ամեն վայելքները, որ այս աշխարհն է տվել քեզ։ Եվ այդ նշանակում է դժվարությունների ժամանակաշրջան։ Ժամանակաշրջան, որտեղ Աստված սրբացնում է քո ներաշխարհը։ Եվ այդ ժամանակաշրջանում դու որևէ այլ ընտրություն չունես, բացի Աստծուն փնտրելուց։ Եվ ես հավատում եմ, որ անապատային քննության ժամանակ աղոթքի կյանքը կպարտադրվի քո կյանքում։ Ես չգիտեմ, թե ինչպիսի անապատային քննությամբ կանցնես, բայց գիտեմ, թե ես ինչ անապատային փորձությամբ անցա։ Իմ անապատային փորձությունը սկսվեց, երբ ընտանիքս հրաժարվեց ինձանից։ Ասացի, որ այդ կատարվում է միևնույն սեզոնում։ Աստված քեզ կփորձի ժամանակի առումով, խոսքի առումով, անապատային կյանքի առումով։ Այդ ժամանակ ես ոչ մեկին չունեի, որ խոսեի, բացի Աստծուց։
Ամենակալ Աստված ինձանից տարավ անգամ իմ ընկերներին։ Մեր միջև այլևս որևէ ընդհանուր բան չկար։ Եվ ես սկսեցի ետ քաշվել։ Թույլ տվեք հետևյալն ասել։ Անապատային քննությունը ամենակարևոր քննությունն է, որով կանցնես։ Որովհետև այդ սեզոնը նման է նրան, որ շուրջ բոլորդ ամեն ինչ փակվում է։ Մարդիկ հեռանում են քեզանից, սկսում ես կորցնել ընկերներիդ, կորցնում ես այն մարդկանց, որոնց հետ վայելում էիր ժամանակը։ Ես ձեզ խոստանում եմ, Աստված կտանի նրանց ձեր կողքից։ Բաներ, որոնց հարմարվել էիք, այդ ժամանակ սկսեք շատ անհարմար զգալ եւ հանկարծ կհայտնաբերեք, որ մենակ եք մնացել, ինքներդ ձեզ հետ։ Եվ այս ժամանակ աղոթքը պարտադրվում է քո կյանքում։ Սա ամենակարևոր փորձությունն է, որով դու կանցնես։ Աստվածաշունչն ասում է մեզ Առակաց 24:27-ում. մենք պետք է պատրաստվենք, որ գործածվենք Աստծո կողմից։ Առակաց 24:27, խնդրում եմ կարդացեք։ Դուք պետք է պատրաստվեք, դուք պետք է պատրաստ լինեք, դուք պետք է հարմարեցնեք ձեզ ծառայության համար։ Պետք է պատրաստեք ձեզ։ Երիտասարդ տարիներիս այսպես էի վարվում ինձ հետ։ Եթե ուզում ես, որ Աստված գործածի քեզ, սկսիր պատրաստվել այս պահից։ Մի սպասիր այնքան, որ արդեն շատ ուշ լինի։ Ես սկսել էի ինձ կերակրել Աստծո խոսքով, ամեն երեկո ռադիոյով լսում էի Կաթրին Կուլմանին, Վիլիկ Վեստ Վիրջինիայից, որը Տորոնտոյի հյուսիսային շրջանում է, եւ հազիվ էի որսում այդ հաղորդումների ազդանշանը, բայց նստում եւ սկսում էի կոնսպեկտել այն, ինչ Կաթրինն էր ասում։ Մինչ օրս ունեմ այդ գրառումները, ես գնում եւ լսում էի Լոն Քանիգամին, լսում էի Քորինդ Բուին, լսում էի Էրն Բաստերին, լսում էի Դերեկ Պրինսին։ Շնորհակալ եմ այդ օրերի համար, այդ հրաշալի ուսուցիչների համար, որոնցից կարող էիք շատ բան սովորել։ Ես հաճախում էի մեծ եկեղեցի Մաքսվել Վայթն իմ հովիվն էր, ունենալ Մաքսվել Վայթին որպես հովիվ մի հրաշալի բան էր։ Ես գիտեմ հիմա դժվար է, որովհետև մենք չունենք այս մեծ գիգանտներին այլևս, բայց դուք կարող եք գնել նրանց գրքերը, դուք կարող եք լսել նրանց զայնագրությունները։ Ես մինչև հիմա այդ անում եմ, եւ բանն այն է, որ կարող եք ձեզ պատրաստել ծառայության համար, դրա համար Առակաց 24:27-ն ասում է, խնդրում եմ կարդացեք մեզ համար, պատրաստիր դրսի գործիքդ եւ բանդ կարգադրիր դաշտում, հետո էլ շինիր տունդ։ Ճիշտ այդպես, այսինքն դու պատրաստում ես, հետո կառուցում, դուք չեք կարող ծառայություն կառուցել մինչև չպատրաստվեք ծառայության, թույլ տվեք մի բան ասել, որը ծայրաստիճան կարևոր է։ Երբ Աստված կանչում է քեզ, նա թույլ կտա, որ անցնես փորձություններով։ Այդ փորձությունները կապացուցեն, թե դու արդյոք արժանի ես ընտրված լինելու։ Այսքան պարզ, կյանքումս անցել եմ միևնույն փորձություններով։ Կարող եմ այն ձեզ տալ Աստծո խոսքից եւ իմ կյանքից։ Առաջին քննությունը, երբ Աստված կանչում է քեզ։ Եվ ինչպես քիչ առաջ կարդացինք, մենք բոլորս ենք կանչված։ Ասեք, ես կանչված եմ։ Ասեք նորից։ Կանչված լինել չի նշանակում, որ վերջում կծառայեք։ Կանչված լինելը պատկանում է բոլորին։ Եվ հետո Աստված մինչ քեզ գործածել է կտանի պրոցեսով։ Եվ պրոցեսը սկսվում է քննությամբ, որը կոչվում է ժամանակ։ Ժամանակ։ Աստված կպահի քեզ դարակում երկար ժամանակ։ Աբրահամը կանչվեց, երբ 75 տարեկան էր, բայց Իսահակը ծնվեց, երբ նա արդեն 100 էր։ 25 տարին շատ երկար ժամանակ է սպասել խոսմունքի կատարմանը։ Իհարկե մեզանից շատերը կարիք չունեն այդքան երկար սպասելու, բայց կա մի սեզոն, որտեղ Աստված քեզ դնում է դարակի մեջ, եւ քեզ դարակի մեջ դնելու պատճառն այն է, որ ուզում է քո մեջ հավատք արտադրել, որովհետեւ ժամանակը հավատք է ծնում։ Երբ դու սպասում ես, որ Աստված գործածի քեզ, դու դեռ շարունակում ես հավատալ, որ Աստված քեզ կանչել է։ Հավատքը սկսում է բարձրանալ քո ներսում։ Դա շատ դժվար է լինելու։ Չեմ ասում, որ հեշտ է լինելու, եւ սա այն է, որ հաճախ հասկանում։ Մտածում ենք, թե ինչու է Աստված մեզ դրել այդ վիճակում։
Հավատքը զարգացնելու համար։ Ինչու է Աստված դրել դարակի մեջ, որպեսզի զարգացնի քո հավատքը, որովհետև դու մնում ես քո կոչումի մեջ։ Աստծուց կանչված լինելը նաև պահանջում է մեկ ուրիշ քննություն։ Այդ հաջորդ փորձությունը, որ ուզում եմ նորից կրկնել, որի մասին խոսում էինք երեկ երեկոյան, այն է, որ Աստծո խոսքը դառնում է քո միակ աղբյուրը։ Այն կարող է կոչել խոսքի քննություն։ Աստծո խոսքը դառնում է քեզ սնուցողը, միակ սնուցողը, եւ այս ամենը կատարվում է միևնույն ժամանակաշրջանում։ Եվ դու սպասում ես։ Այն կարող է տևել 3 տարի, 5 տարի, 10 տարի, 20 տարի, երբեք չես իմանա։ Չես իմանա, թե որքան պետք է սպասել, մինչև ժամանակը չգա և Աստված չասի։ Այդպես եղավ ինձ հետ։ Այդ նույնը կարող եմ Աստվածաշնչից վերցնել, այն թե ինչ եղավ Աբրահամի հետ, ինչու համար նա պետք է սպասեր, որովհետև շնչավոր շատ բաներ կային։ Լսեցիք այդ։ Նա իր անձի համար պետք է մեռներ և հնազանդվեր Աստծուն, որ Աստված շարժվեր։ Աստված չի կարող ճեղքում բերել քեզ համար, եթե անձդ մեռած չէ։ Աբրամը պետք է դառնար Աբրահամ։ Նա պետք է մեռներ իր անձի համար։ Քանի դեռ նա ուժեղ էր, Աստված ասում էր, ես չեմ ուզում հպվել նրան։ Բայց երբ Աբրահամը դարձավ 100 տարեկան եւ ընդունակ չէր այլևս որդեծնության, Աստված ասաց, հիմա իմ ժամանակն է։ Աստված պետք է սպասի այնքան ժամանակ, մինչև մարդու անձն այլևս դեռ չխաղա, որովհետեւ նրա ներկայության մեջ ոչ մի անձ չպետք է փառավորվի, որովհետեւ երբ Աստված սկսի քեզ գործածել եւ քո անձը դեռ ուժեղ է, դու կասես, ես արեցի։ Բայց երբ անձդ մեռած է, Աստված ասում է, հիմա անձդ չի փառավորվի եւ ողջ փառքը կպատկանի Աստծուն, եւ մարդիկ ասեն ամեն։ Ահա թե ինչու մենք պետք է սպասենք։ Ես էլ եմ սպասել։ Եւ երբ մենք սպասում ենք, Աստված սկսում է գործել այն ամենում, որոնք մեզ համար սիրելի են։ Նույնը եղավ Աբրահամի հետ։ Նա ուզում էր Իսմայելին պահեր, քանի որ մտածում էր, թե Մեսիան նրանով կգա, բայց Աստված ասաց, ոչ, Իսահակով է Մեսիան գալու, որովհետև Աբրահամը մտածում էր, լավ, ինչ տարբերություն թող Իսմայելը լինի, եւ թող նրանով ծնվի Մեսիան, ինչ կարիք կա մեկ ուրիշ որդու մասին մտածել, եւ Աստված ասաց, ոչ, իմ ընտրությունը Իսահակն է եւ ոչ թե Իսմայելը, մենք միշտ ուզում ենք կառչել Իսմայելից, երբ նա ուզում է մեզ տալ Իսահակին։ Դուք պետք է հանձնեք Իսմայելին։ Եվ ասեմ ձեզ, որ այդ անչափ դժվար է անել։ Անդրե, մի րոպե արի այստեղ։ Այս երիտասարդը գործակցում է Ռեյնարդ Բոնկեի հետ։ Երեկ երեկոյան մենք միասին ենք եւ երկար զրույց ունեցանք։ Խոսափող տվեք նրան։ Ռեյնարդ Բոնկեն ինձ խնդրեց, որ խոսեմ իր տղաների հետ ծառայության մասին, եւ այսպես նա եկավ եւ ես սկսեցի նրան որոշ հարցեր տալ։ Քանի տարեկան ես։ 25։ Ինչ էի ասում երեկ երեկոյան ծառայության համար գին վճարելու մասին, ասա նրանց։ Ես նախ եւ առաջ պետք է ուրանամ իմ անձը եւ ընդունեմ Աստծո կոչումը։ Օգնելու Ռեյնարդ Բոնկեին, որպեսզի նա շարունակի իր ծառայությունը, դու Սուրբ Ծննդյան տոներից այս կողմ տանը չես եղել, ճիշտ է։ Դու ամուսնացած ես, այո։ Եթե դու ծառայողական այսպիսի գրաֆիկ ունենալով ամուսնանաս, ապա դու տանում կտաս քո ընտանիքը, այդպես չէ, ճիշտ է։ Սա այն էր, ինչ ես ասում էի երեկ։ Այս մարդիկ մոտավորապես 41 օր ճամփորդում են, ոչ մի ամուսնություն չի կարող գոյատևել այսպիսի ժամանակացույցի մեջ։ Դա անհնար է, եթե քո կինն էլ քո նման կանչված չլինի։ Այսօր նման դեպքեր են պատահում, երբ ամուսինը կանչված է, իսկ կինը ոչ։ Նրանք խնդիր են ունենում։ Անցած երեկո ասում էի, եթե ուզում ես հաջողակ ամուսնություն ունենալ նման ծառայողական ժամանակացույցով, կինդ պետք է լինի կանչված այնպես, ինչպես դու, եւ կինդ պետք է նվիրված լինի Բոնկեին այնպես, ինչպես դու ես նվիրված, այլապես այդ չի գործի։ Հիմա այս երիտասարդը լավ է գործում, նա գտել է իր կոչումը, մինչ իր կոակցին գտնելը։ Շատերի խնդիրն այն է, որ նրանք սկզբից ընտրում են կոակցին եւ հետո հայտնաբերում իրենց կոչումը։ Մոռացեք այդ, այն չի գործի։ Մի ընտրիր կոակից հույս ունենալով, որ նա կհարմարվի կոչմանը։ Հայտնաբերիր կոչումդ եւ հետո համոզված եղիր, որ ընտրածդ կինը հարմար է քո կոչմանը։ Դա այդպես է գործում, մարդիկ ասեն ամեն։ Տղաներ, ես ապահովում եմ ձեր կյանքը։
saving your life. Այսպիսով խոսում էի Անդրեի հետ։ Ծառայության նման ժամանակացույց ունենալով նա ամեն օր տնից գնում է եւ Ռեյնար Բոնկեի հետ է։ Շաբաթվա 7 օրը նա հոգ է տանում Աստծո մարդու կարիքների մասին։ He takes care of the man of God. Եվ երեք երեկոյան շատ խիստ էի խոսում նրա հետ։ Եվ ասեմ, նա լավ դիմանում էր։ Բայց խնդիրը հետևյալն է. Աստված կպատվի քեզ։ Միգուցե դու արդեն իսկ անցել ես այսպիսի քննություններով, որի մասին խոսում էի եւ մտածում ես, Տեր Աստված էլ ինչ է սպասվում ինձ, ինչ է ենթադրվում, որ պետք է անեմ։ Եվ հետո Աստծո խոսքը կսկսի փորձել քեզ։ Դու չասացիր կվստահեմ Աստծո խոստումներին։ Ահա երրորդը, որ կարող է մեզ հետ կատարվել այն ինչի մասին խոսելու եմ, բայց դու մնա այստեղ, որովհետև դու զորավոր օրինակ ես այս ուսուցման համար։ Աստծո խոսքը կփորձի այնպես, որ նա թույլ կտա, որ ապրենք այն, ինչ ապրեց Հովսեփը։ Մեզ կուրանան, կմեղադրեն, կմոռանան, կանտեսեն, եւ հնարավոր է, որ մենք մեզ հայտնաբերենք սոսկալի փոսում։ Նա իր փոսի մեջ էր, իսկ մենք ունենք մեր փոսը։ Այն պահին, երբ այս կատարվի քեզ հետ, միայն մեկ տեղ կա գնալու։ Դա կոչվում է Աստծո խոսք։ Ինչ է այդ նշանակում։ Դու պետք է վստահես Աստծո խոսքին։ Եղել են ժամանակներ, որ համոզված եմ իրապես շատ դժվար է եղել։ Խիստ է եղել Նիգերիայում, ասամ ես մի օրինակ, որտեղ դու ճամփորդել ես 41 օրյա ճամփորդության ժամանակ, որ երկրներում ես եղել։ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Հոնկոնգում, Սինգապորում, Թայվանում։ Մեկ ճամփորդության ընթացքում դու տուն չես գնացել, այո, պարոն։ Քնել ես տարբեր տեղերում, այո։ Դու ամեն ամիս եղել ես Նիգերիայում 10 օրով, այո։ Դու Աստծո մարդու հետ եղել ես աշխարհի ամենավատ տեղերում, այո։ Որը շատ պահանջող է եղել քեզանից, այո։ Նա ինձ նման է վարում, այո, պարոն։ Եթե դու ուզում ես գործել Աստծո մարդու հետ, համոզված եղիր, որ նա անկանխատեսելի է եւ քեզ կտանի մեքենայի վարորդի պես։ Դու նույնպես պետք է պատրաստ լինես դրա համար։ Այս մարդն արդեն իսկ անցել է այս քննություններով, բայց Աստծո խոսքը քննություն է, որով նա անցել է եւ դու նույնպես կանցնես, որովհետեւ Աստված կնայի քեզ ասելով. ես մտածում եմ, թե նրանք ինչ լավ ձևով կդիմանան փորձության ժամանակ։ Նա կնայի քեզ, թե ինչպես ես դիմանում դարակում դրված ժամանակ, երբ անտեսված կլինես, երբ հավատքդ աճելիս եւ անձդ մեռնելիս կլինի։ Լսում եք ինձ։ Ուրախ եմ ուղղակի ուզում եմ համոզված լինել։ Եվ հետո նա կնայի, թե դու ինչպես ես դիմանում փորձանքների ժամանակ։ Եղբայրներ, նա ունի իր փորձանքները։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ նա պետք է վստահի Աստծո խոստումներին։ Եվ ահա երրորդը, որ մինչև Տերը գործածի քեզ, նա կհետևի, թե ինչպես ես ծառայելու այդ մարդուն։ Դու գիտես, որ քո ծառայությունը կունենաս։ Այո, ինչպես այդ գիտես։ Ես գիտեմ 110%-ով։ Բարի, դու դեռ ընտրված չես։ Բոնկեն է ընտրել քեզ։ Դու կանչված ես ծառայելու իրեն, բայց եթե դու հավատարիմ մնաս, Աստված մի օր քեզ կընտրի հետևելու իր ոտնահետքերին։ Աստված չընտրեց Գերսամին, նա ընտրեց Հեսուին որպես Մովսեսի օգնական, որը հետո առաջնորդեց Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից դեպի խոստմունքի երկիր։ Հետաքրքիր է, որ երբեմն մեր երեխաները չեն դառնում։ Լսում եք։ Մենք բոլորս ուզում ենք, որ մեր երեխաները հետևեն մեր հետքերին։ Մի հաշվարկեք այդպես։ Խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք նրանք հավատարիմ կլինեն, ինչպես Հեսուն եղավ։ Ահա դու Բոնկեի որդին չես, նկատի ունեմ դու իր մարմնից եւ արյունից չես, բայց դու ես այն տղան, որն իր հետ է շաբաթվա 7 օրը եւ 24 ժամ օրվա մեջ։ Հիշիր, դու ընտրված չես։ Բոնկեն է ընտրված, բայց դու կանչված անոթ ես։ Միայն ընթացքում զգուշ եղիր։ Գիտեք, երեք երեկոյան ինչ էի ասում նրան։ Գիտեմ, այսպիսի բաներ չեն ասում երիտասարդներին։ Հարցրի, քանի տարի է, որ Ռեյնար Բոնկեի հետ ես, ասաց 2, ասացի, եթե դու հիմա թողես նրան, Աստված կքանդի քեզ։ Այս ասացի քեզ, այո, պարոն։ Այս Աստվածաշնչի մեջ է, եթե դու լքես Աստծո մարդուն թողնելով քո նվիրվածությունը, Աստված քեզ կկործանի։ Կարծնեք, թե Աստվածաշնչում որտեղ է այդ մասին խոսում։ Բարի, ես կասեմ։
Ես տվել եմ նրան այդ համարները։ Ես ասում էի, կորխը Մովսեսի ծառաներից մեկը, որին Աստված էր տվել նրան Մովսեսի հորեղբոր որդին, երբ նա դեմ կանգնեց Մովսեսին, Աստված սպանեց նրան։ Ինչ կասես նրա եղբայր Ահարոնի մասին, որը ծառայում էր Մովսեսին։ Երբ հակառակվեց, Աստված ուզում էր սպանել նրան, եթե Մովսեսը չաղոթեր նրա համար, նա կմեռներ։ Նրա քույրն ասաց. «Գիտես, ինձ դուր չի գալիս, թե ում հետ ես ամուսնացել»։ Նա դուրս եկավ Մովսեսի դեմ, ինչ եղավ նրա հետ, բորոտությունը հարվածեց նրան։ Ինչ կասեք Գեհեզիի մասին, Եղիսեի ծառան, որը դավաճանեց իր տիրոջը, ինչ եղավ նրա հետ, բորոտությունը հարվածեց նրան։ Աստված այսպիսի բաների հետ խաղ չի անում։ Դու լքես Աստծո մարդուն, Աստված քո ետևից կգա։ Աստված ավելի շատ է բարկանում, քան իր ծառան։ Աստված ավելի շատ բարկացավ Մարիամի և Ահարոնի վրա, քան Մովսեսը։ Դա Մովսեսն էր, որ փրկեց Ահարոնի կյանքը։ Դա Մովսեսն էր, որ փրկեց Մարիամի կյանքը։ Հիսուսը մի զարմանալի հայտարարություն արեց Հուդայի վերաբերյալ։ Նա ասաց, լավ էր, որ նա ծնված չլիներ։ Այս ասաց Հիսուսը։ Գուցե մտածես, թե ինչու Հիսուսն այդպես ասաց։ Հուդան դժոխքում է, ինչպես մյուսները, բայց ինչու ասաց, լավ է ծնված չլիներ։ Ինչևէ, Հիսուսն ասաց, լավ է նա ծնված չլիներ։ Եղբայրներ, եթե ուրանաս Աստծո որդուն, դու էլ կարժանանաս նույն ճակատագրին։ Սա շատ լուրջ հարց է, ծառայությունը խաղ չէ։ Դու կանցնես ժամանակի փորձության, որտեղ Աստված կքանդի քո անձը և կկառուցի հավատքդ։ Կանցնես խոսքի փորձությամբ տեսնելու, թե որքան վստահելի ես, կվստահես Աստծո խոսքին, թե քո սեփական կարողությանը, կընդունես խոստմունքը, թե կգնաս խորհրդատվության, որովհետև երբ փորձություններն ու փորձանքները հարվածեն քեզ, խոստն է քո միակ աղբյուրը, և Աստված կնայի տեսնելու, թե արդյոք կվստահես իր խոսքին, բայց ահա կա ևս մեկը, երրորդը, որտեղ Աստված քեզ կանցկացնի, և սա ամեն անգամ է լինում, նա կտեսնի, դու ծառա ես քո սրտով, թե այդ ընդամենը ուռճացրած փուչիկ է։ Իսկապես այդ նկատի ունես, երբ ասում ես, ես այստեղ եմ ծառայելու համար, Աստված քեզ կփորձի։ Ծառայել չի նշանակում, թե կկրես Աստծո ծառայի պայուսակը, կքայլես նրա ետևից ու գեղեցիկ կերևաս։ Ծառայել բառացիորեն նշանակում է լինել ծառա։ Եվ երբ դու ծառայես, Անդրե, դու պետք է շատ բաներ թողնես։ Դու պետք է թողնես ընկերներիդ, պետք է թողնես քո անձնական ժամանակը, թողնես քո մոր և հոր հետ ժամանակը, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ երբ մարդը կանչվում է, նրանք անգամ շանս չեն ունենում ծնողներին հրաժեշտ տալու։ Ես գիտեմ, սա դժվար է, բայց սա Աստվածաշունչն է։ Աստված կանչում է մի մարդու և այդ մարդու հայրը մեռնում է։ Դու բնականաբար կմտածես, այո, թույլ տուր, որ մարդը գնա և իր հորը թաղի, բայց ինչ է ասում Հիսուսը, թող մեռելները թաղեն մեռելներին, դու հետևիր ինձ։ Աստծուց քեզ տրված կոչումն ավելի կարևոր է, քան քո հոր հուղարկավորությունը։ Ես քարոզել եմ այն նույն երեկոյան, երբ առավոտյան հողին էինք հանձնել հորս։ Մենք հողին հանձնեցինք հորս 82 թվականի սեպտեմբերին, և ես այդ երեկո Օհայոյում քարոզում էի։ Հորս հողին հանձնեցի առավոտյան և երեկոյան քարոզում էի Բիրսվոտի եկեղեցում, և Բիրսն ասում էր, ինչպես կարող ես այս անել, ասացի, կարող եմ, որովհետև Աստծո կոչումն է իմ կյանքում գործում և կապ չունի, թե հայրս մահացել է։ Եվ նա սկսեց լաց լինել և ասաց, ես երբեք քո նման քարոզիչ չեմ տեսել, ասացի, Բիլ, վերջացրու, ես այստեղ եմ, որովհետև այսօր Աստված կանչել է ինձ քարոզելու, հայրս երկնքում է, փառք Տիրոջը, նա ուզում էր, որ ես քարոզեմ և ոչ թե լաց լինեմ։ Եվ այդ մարդը եկավ Տիրոջ մոտ և ասաց, թույլ տուր, որ գնամ հորս թաղեմ, և Տերը բարկացավ նրա վրա, և Եղիսեն ասում է, թող գնամ հորս և մորս հրաժեշտ տամ, ես ինչ գործ ունեմ քեզ հետ, նրա վրա բարկանում է Եղիան։ Որովհետև Աստծուց կանչված լինել նշանակում է, որ պետք է ամեն ինչ թողնել, ամեն ինչ պետք է մի կողմ դնել։ Անցած երեկոյան ես կողակցի վերաբերյալ 3 կետեր նշեցի, հիշում ես դրանք։ 3 կետեր, որ քեզ անհրաժեշտ են ճիշտ ընտրության համար, որոնք են դրանք։ Առաջինը դա լավ հողն է, այո, ճիշտ հող, այսինքն բարի անցյալ ունենալ։ Գրեք այս ամենը, ես ուզում եմ օգնել ձեզ երիտասարդներ։
Այդպիսի կինը պետք է հասկանա Աստծո կոչումը, նա պետք է գա լավ հողից, այսինքն նա պետք է լինի աստվածային ընտանիքից։ Մի ամուսնացեք մի աղջկա հետ, որը գալիս է խառնաշփոթ ընտանիքից։ Դուք նրա հետ կունենաք խառնաշփոթ ապագա։ Համոզված եղիր, որ նա գալիս է լավ հողից, նշանակում է, որ նա պետք է ունենա աստվածային դաստիարակություն, դա առաջինն է։ Երկրորդը որն է։ Ունենալ աստվածային մայր։ Աստվածային մայր։ Դա երկրորդ բանալին է, որովհետև աղջիկը կդառնա իր մոր նման։ Եղբայրս, սա կյանքի փաստն է։ Եթե չսիրեցիր մորը, մի դիպչիր աղջկան, որովհետև տարիներ հետո նա նման կլինի իր մորը։ Եղբայրս, ես նրան լավ նյութ եմ տալիս, ինչ ես կարծում։ Նա աղոթում է, որ Տերն օգնի ինձ։ Բրայան, ես կարիք չունեմ օգնության։ Մարդիկ ուզում եք այս ամենը, թե ոչ։ Համոզված եղիր, որ այդ աղջիկը լավ հող ունենա, այսինքն լավ ժառանգություն, եւ որ նա աստվածային մայր ունենա։ Երրորդ, բարի էլ ինչ է ասում, որ նա պետք է ստուգել անցյալի ժառանգությունը Տիրոջ մեջ։ Ահա, համոզված եղիր, որ երկկողմանի ընտանեկան ժառանգությունը հոր եւ մոր, տատի եւ պապի կողմից հարուստ են Տիրոջ մեջ։ Եթե դու ունենաս այս երեքը, մեծամասամբ կհաղթես։ Հասկանում եք, այն կանայք, որոնք ճշմարիտ հավատացյալ են, երբեք չեն ապստամբի, եթե նա սիրի կնոջը։ Գրված է, սիրիր կնոջդ, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցուն։ Եթե դու այդպես սիրես կնոջդ, կինդ ուրախությամբ կհնազանդվի քեզ։ Եվ հնազանդություն չի նշանակում իշխիր ինձ վրա, ես քո ստրուկն եմ, կարող ես ինձ վրայով քայլել, դա այդ չի նշանակում։ Հնազանդություն նշանակում է, ես ընդունում եմ քո իշխանությունը, որ այն պաշտպանի ինձ։ Դա պաշտպանության համար է։ Երբ կինն ասում է, ես հնազանդվում եմ քո իշխանությանը, նա հնազանդվում է, որովհետև ամուսինը հարգում եւ սիրում է իրեն։ Նա հնազանդվում է, որ ամուսինը պաշտպանի իրեն եւ ոչ թե ավելի։ Քանիսդ հասկացաք այս։ Սիրելի կանայք, քանիսդ կուզենաք հնազանդվել այն ամուսնուն, որը ձեզ կհարգի եւ կպաշտպանի, ցերեկ ու գիշեր եւ հոգ կտանի օրվա մեջ 24 ժամ եւ չի անարգի ձեզ։ Դուք ուրախությամբ կհնազանդվեք, որովհետև հնազանդվում եք ոչ թե նրա համար, որ նա իշխի ձեզ վրա, այլ որպեսզի պաշտպանի ձեզ։ Դուք դառնում եք նրա երեխան, ընկերուհին, լավագույն ընկերը, որ կա, դա կինն է։ Դա այդպես է, եւ այսպես վստահելի է։ Այդպես է Աստվածաշունչն ասում, գուցե մենք չենք տեսնում այդ։ Ես խոսում եմ այս տղայի հետ Աստծո կոչումի մասին, ասելով, որ այդ աղջիկը ծնունդ լինի լավ հողի, աստվածային մայր ունենա, երկկողմանի աստվածային ժառանգություն։ Այդ ժամանակ դու խնդիր չես ունենա, բայց միևնույն ժամանակ հայտնաբերիր, որ նա հոժարի ծառայել բոնկ էին, ինչպես դու ես ծառայում, այլապես դու խնդիր կունենաս։ Ծառայի փորձությունը դու հիմա ես անցնում։ Աստված կփորձի քո սահմանները, Աստծո մարդուն ծառայելու քո պարունակությունը։ Աստծո մարդիկ անկանխատեսելի են։ Սա առաջինն է։ Երկրորդ, գրեք սրանք, եթե ուզում եք մի օր ծառայել Աստծո մարդուն։ Երկրորդ, Աստծո մարդը երբեմն քեզանից կտանի։ Նրանք քեզանից կտանեն իրենց վրա եղած ճնշումների պատճառով։ Նրանք քեզանից կտանեն, որովհետև Աստված է նրանցից տանում։ Ինչպես Եղիան թողեց իր ծառային, նա թողեց Բերսաբեն, որ Քորեբ գնա։ Դու պետք է նրան աջակցես, դու պետք է աջակցես նրան անկախ նրանից, թե ինչերով է անցնում այդ մարդը։ Դու պետք է աջակցես նրան։ Սա է ծառան։ Սա է ծառայի քննությունը։ Աստված կդնի քեզ տարբեր տեղեր, որ տեսնի, թե ինչպես ես ծառայում։ Արդյոք կամենում ես ծառայել այն մարդուն, որին ծառայելը քեզ այդքան էլ դուր չի գալիս։ Իմ ծառայակիցներին ես ասում եմ, որ կա Աստծո մարդ եւ կա մարդ։ Աստծո մարդուն հեշտ է ծառայել, որովհետև նա հագնում է սպիտակ կոստյում, բեմում երգում է եւ դա հրաշալի է։ Բայց մարդը, որ հագած չէ, սպիտակ կոստյումը եւ բեմում չէ, որը կարող է քայլել ծովափով, ինչպես դու ես քայլում Ռեյնարդի հետ ծովափով, որովհետեւ դու ապրում ես Ֆլորիդայում։ Այդ պահին նա կարող է ծայր աստիճան դժվար մարդ լինել։
Երբ մենք ժողովրդի մեջ ենք, լավ ենք, բայց երբ մենակ ենք, դժվարություն ենք հաշվում, որովհետև Աստծո մարդու համար դժվար ժամանակ այն պահն է, երբ նա մենակ է, իր ընկերների հետ չէ, ընտանիքի հետ չէ, նա մենակ է եւ իր մտքի ու սրտի մեջ դժվարություններ է ծագում։ Վերջերս ես վեր կացա, աղոթում էի, երգում էի հոգու մեջ, սիրում էի Տիրոջը եւ հանկարծ մի հեռախոսազանգ եկավ եւ տրված նորությունը համարյա քանդեց այն, ինչ կատարվում էր աղոթքի ժամանակ։ Փառք Աստծո, այդ աղոթքը կարող է քեզ օգնել, բայց երբ չգիտես որտեղից այսպիսի բաները քեզ հարվածում են, դժվար է դառնում դիմանալը։ Ես գտնվում էի Կիպրոսում, պատրաստվում էի համաժողովին, երբ ինձ լուր եկավ, որ ինձ հետապնդում է Միացյալ Նահանգների ոստիկանությունը, ասեք ինձ, կարող է աղոթքը օգնել։ Այո, բայց ես կարիք ունեի, որ ինչ որ մեկը ինձ հետ ասեր, ես քեզ հետ եմ։ Կարիք ունես աջակցության, երբ լսում ես, որ քեզ հետապնդում են, քո կյանքը հետապնդվում է, երբ մտածում ես կդիմանաս արդյոք այս ամենին, նման բաները կարող են քեզ հարվածել չսպասված տեղերից։ Ինչ կանես։ Կարևոր է, որ իմանաս Հիսուսին, բայց կարևոր է ունենալ մարդիկ Հեսուի եւ Քաղեբի նման, որոնք կարող են քո ձեռքերը բարձրացնել պատերազմի ժամանակ։ Քանիստ եք հասկանում այս ամենը, բարձրացրեք ձեր ձեռքերը։ Մովսեսը գիտեր Աստծուն, բայց նա կարիք ուներ Քաղեբի եւ Հեսուի։ Գեթսեմանի պարտեզում Հիսուսը Պետրոսի, Հակոբոսի եւ Հովհաննեսի կարիքն ուներ։ Անգամ Աստծո որդին անցավ այսպիսի դժվարություններով։ Նա կարող է այս ամենով անցնել, նա կարող է անցնել Գեթսեմանով։ Կարող է անցնել ամաղեկացիների դեմ պատերազմով, կարող է պայքարներով անցնել, որոնց մասին քեզ երբեք չտեղեկացնի, որովհետև չի կարող ասել։ Այդպիսի ժամանակներում շատ կարևոր է, որ այդ ծառան անցնի իր կարողության սահմաններից եւ ծառայի այդ Աստծո մարդուն։ Եվ այդ Աստծո մարդը պատերազմների ժամանակ դառնում է ծայրահեղ զգայուն, նա դառնում է գեր զգայուն, նա դառնում է անկանխատեսելի եւ կարող է հեշտությամբ ավերվել։ Նա կարող է տկարանալ եւ տկարությունները կարող են ուժեղանալ օծության ներքո։ Դուք բաց թողեցիք ասածս։ Կրկնեմ նորից։ Այն զգայունությունը, որ ունես Աստծո հանդեպ, որ օծություն է բերում քեզ վրա, այդ նույն զգայունությունը գործում է նաեւ օծությունից դուրս։ Լսեցիք այդ։ Այն զգայունությունը, որ կարող է քեզ վրա օծություն բերել, կարող է նաև քեզ կործանել օծությունից դուրս, որովհետև օծության կողքին հանկարծ դու բաց ես այլ բաների առջև։ Որովհետև Աստված գործածում է նույն անձին, նույն անձնավորությանը։ Ուրեմն զգայունությունը օծության ներքո ակտիվություն է, բայց այդ նույն զգայունությունը կարող է օծությունից դուրս խոչընդոտ դառնալ։ Այստեղ է, որ կարիք ունեք պաշտպանելու Աստծո մարդուն խոչընդոտներից։ Ես նոր մի բանալի տվեցի ձեզ, բաց մի թողեք, որովհետև այս զգայունությունը շատ խոցելի է, մարդուն դարձնում է խոցելի, նա շատ հեշտությամբ կարող է հարձակումների ենթարկվել։ Նա կարող է շատ հեշտությամբ ինքն իր դեմ գնալ։ Անդրե Պողոս առաքյալը մի շատ զարմանալի հայտարարություն արեց եւ դա Աստվածաշնչի ցավոտ աղաղակներից մեկն է։ Նա ասում է. բոլորը թողեցին ինձ։ Այն կտոր է անում սիրտդ, եթե իրապես նայես այս հատվածը, որովհետեւ նա գտնվում էր բանտում առանց աջակցության եւ հետո այս հայտարարությունն է անում Փիլիպեցիների մեջ. ոչ մեկ չկա Տիմոթեոսի նման միասիրտ։ Միասիրտ նշանակում է, որ երկուսով ունեն նույն հոգին։ Տիմոթեոսն էր միայն Պողոսի ուժեղությունը դժվարության ժամանակ։ Դու Բոնկեի համար Տիմոթեոս ես։ Երբեմն մարդիկ ուղղակի թողնում են, երբ անցնում ես խնդիրներով։ Սա այն ժամանակն է, երբ նրանք կարիք ունեն, որ իրենց բռնեն։ Աստված քեզ կտանի ծառայի քննությամբ եւ կփորձի քո սահմանները։ Այդպիսի ժամանակներում Աստծո մարդը քեզանից դուրս կքաշի, որպեսզի ինքը մնա ուժեղ։ Եվ այդպես Կիպրոսում մեքենայի մեջ նստած հեռախոսով խոսում եւ լսում էի այն մասին, որ ես Միացյալ Նահանգներում հետապնդվում եմ։ Հաջորդ օրը հրաշքների մասին համաժողով ունեմ եւ մտածում եմ ինչպես կարող եմ վաղը ծառայել այսպիսի լուրով։ Շնորհակալ եմ Աստծուն, որ իմ եղբայր Հենրին էր այդտեղ։ Գիտեք թե ինչ արեց Հենրին։ Նա բռնեց իմ ձեռքն այսպես։ Նա ասաց. «Բենի, ես քեզ հետ եմ»։
Դու խոսում ես ուժեղության մասին։ Կարիք ունես միայն, որ ասեն, ես այստեղ եմ։ Դա մի ակնթարթային զորություն էր։ Եվ հետո նա նայեց ինձ եւ ասաց. «Վաղը զորավոր օր է լինելու։ Մի թող որ այս անհանգստացնի քեզ։ Կարիք կա, որ ինչ-որ մեկին լսես այդ։ Ինչ կլիներ, որ եղբայրս Հենրին այնտեղ չլիներ։ Ինչ կլիներ, եթե նա չբռներ ձեռքս եւ ասեր. մենք չենք ձախողվելու։ Եղբայրներ, դա ձեզ էներգիա է փոխանցում, այն ուժ է տալիս։ Աստված կփորձի այդ քեզանում։ Ես նկատի ունեմ, որ Աստված կփորձի այդ քո մեջ։ Այս է, որ ծառան պետք է անի, լսում եք, Աստված կփորձի քո ծառայողական ընդունակությունը, որովհետև մեծամասնությունը մարդկանց չեն ուզում ծառայել։ Բարի, չորրորդը, ես անցած երեկո էի խոսում ձեզ հետ, անապատ, դու կանցնես անապատով։ Ինչ է անապատը։ Անապատը դա փորձությունների վայր է։ Աստված կփորձի քեզ քո սահմանների մեջ։ Փորձությունները զարգացնում են մեր զգայունությունը Աստծո հոգու նկատմամբ։ Կարծնեք ինչ։ Ասեմ, կրկնեմ նորից։ Երբ դուք փորձում եք, ես նորից գործածեմ Անդրեի օրինակը, հուսամ նրան չեմ ամաչեցնում։ Աստված թույլ կտա փորձվել այնպիսի տեղերում, որ նախկինում չես փորձվել։ Որովհետև երբ դու այսպիսի կոչում ունես, դևն իր նշանակետը կդարձնի քեզ վրա։ Եվ փորձությունները կգան քո դեմ, որովհետև դու ամուսնացած չես, դու Աստծո մարդու հետ ես ամեն ժամանակ, դու կտեսնես նրա սխալները, երբ ուրիշները չեն տեսնում, կտեսնես նրա վեր ու վար լինելը, կտեսնես նրա փորձությունները, կլինեն տարբեր գայթակղություններ, որ կգան քո դեմ, որոնք չեն եղել նախկինում, եւ Աստված կտեսնի, թե դու ինչ ես պատրաստ անել դրանց դեմ, գայթակղություններ կգան օրինակ, նա իմ կարիքն ունի, ես ավելի կարևոր եմ նրա համար, քան իր ընտանիքը, մի օր կարող եմ մի գիր գրել այս մասին եւ գումար վաստակել։ Այս մտքերը կարող են քո մտքի մեջ գալ եւ դու կասես. երբեք, բայց հիշիր, դու միս ու մարմին ես։ Դևերը այսպիսի բաներ կգցեն քո կողմը, Աստված կնայի, թե դու ինչպես ես վարվում այդ ամենի հետ։ Ճշմարիտ կանչված մարդը կասի. «Ետիս անցիր սատանա»։ Ճշմարիտ կանչված մարդը կմերժի այսպիսի մտքերը եւ գայթակղությունները։ Անկամ մարդիկ կգան ու կփորձեն քեզանից տեղեկություններ ձեռք բերել, որովհետեւ դու ես նրա ամենամտերիմը։ Այս է, որ Աստված կփորձի, բայց երբ դու հնազանդվես Տիրոջը, դու կսկսես Սուրբ Հոգու ռադիոլոկատորը զարգացնել, որովհետև երբ այս բաները մեռնեն քո մեջ, քանի որ դու ոչ ես ասել, Սուրբ Հոգու զարմանալի ռադիոլոկատորը կզարգանա քո մեջ, Holy Spirit radar. Եվ դու կսկսես սովորել հոգու ճանապարհները։ Աստված դնում է մեզ անապատի մեջ, որպեսզի մենք սովորենք Սուրբ Հոգու ճանապարհները։ Եվ երբ դա կատարվում է, դու անցնում ես այդ ժամանակաշրջանով։ Շատերն այս ոլորտում ձախողվում են։ Նրանք կարողանում են անցնել ժամանակի քննությունը, խոսքի քննությունը, ծառայի քննությունը, բայց երբ գալիս է անապատի քննությունը, այդ ժամանակ նրանք պոռթկում են, որովհետև այն շատ ուժգին է լինում։ Եվ Աստված կփորձի այդ քո կյանքում։ Ես ցույց եմ տալիս քայլերը, որտեղ Տերը կընտրի քեզ քո անձնական ծառայության համար։ 5. Աստված թույլ կտա անցնել մեկ ուրիշ տեղ, որի մասին 3 երեկոյան չեմ խոսել։ Դու արդեն քանի տարի նրա հետ կլինես, գուցե 3, 5 կամ 10 տարի։ Դու այս ժամանակաշրջանում ծառայում ես Աստծո մարդուն։ Դու կսկսես հարց տալ. երբ է իմ ժամանակը։ Ես այս մարդուն արդեն ծառայել եմ 10 տարի։ Եղել եմ հավատարիմ, եղել եմ հաստատուն, եղել եմ ամուր, եղել եմ իր համար, թողել եմ ընտանիքս, թողել եմ երեխաներիս հետ ունեցած ժամանակը, թողել եմ Սուրբ Ծննդյան օրերը եւ այլ տոներ եւ թողել եմ շատ բաներ։
Եվ հանկարծ այն, ինչ հարվածում է նրանց այս է, որ նրանք մտածում են, ես շատ բաներ եմ թողել այդ մարդու համար, ինչ եմ ստանալու այդ ամենի դիմաց։ Այդ ժամանակաշրջանը կոչվում է համբերություն։ Դու պետք է ապացուցես, որ դու համբերատար մարդ ես։ Պետք է ապացուցես Աստծուն։ Դու պետք է սպասես, մինչև քո ժամանակը գա։ Սա քո ժամանակը չէ, դա նրա ժամանակն է։ Քանի դեռ նա ծառայության մեջ է, քո ժամանակը դեռ չի եկել։ 6-րդ փորձությունը ամենաճանաչված շրջանն է։ Ես այն կոչում եմ խափանումների և վրդովմունքների ժամանակաշրջան։ Դու շատ կվրդովվես։ Կկանգնես ու կնայես այդ Աստծո մարդուն, որը ծառայում է Աստծուն։ Կտեսնես նրա վրա օծությունը։ Դու տվել ես նրան 10-15 տարի, անցել ես այդ բոլոր փորձություններով, ժամանակի փորձությամբ, խոսքի փորձությամբ և ծառայության փորձությամբ, շատ մեծ գործ ես արել, բայց հիմա քո մարմինը սկսում է ցավել, քո միտքը սկսում է հոգնել, և որքան Աստծո մարդը տարիքով մեծանում է, այնքան դժվարություն է լինելու նա քեզ համար։ Դա այդպես է։ Կանցնես վրդովմունքներով և Աստված կնայի, թե ինչպես ես այս ամենը տանում։ Պողոս առաքյալն անցավ այս բոլոր դժվարություններով, որի մասին խոսում է 2 Կորինթացիս 11-ում, մենք բոլորս ենք անցնում այդ ճանապարհներով։ Եվ 2 Կորինթացիս 4-ում նա տալիս է պատասխանը, որ պետք է մեր աչքերը կենտրոնացնենք ոչ թե երկրավորին, այլ երկնայինին։ 7-րդ Մինչ Աստված կընտրի քեզ, կլինեն ժամանակներ, երբ կհուսահատվես քո կարողության սահմաններում և կուզենաս մեռնել։ Հուսահատությունը դա սեզոնի մի մասն է, մինչ Աստված կընտրի մարդուն։ Դու կհասնես մի տեղ, որ այնքան կհուսահատվես, որ ինչպես Եղիան կցանկանաս մեռնել, ես չեմ կարող առաջ գնալ, էլ չեմ կարող կրել, չեմ կարող մնալ այսպիսի ժամանակաշրջանում, չեմ կարող կրել իմ մարմինը, չեմ կարող կրել այդ անկանխատեսելի մարդուն, որ մի օր այսպես է, մյուս օր այնպես, ես չեմ կարող տանել այս, ես հրաժարվում եմ սրանից, բաբա եւ այլն, եւ հասնում ես մի տեղ, որտեղ շատ հուսահատված ես։ Եվ այս ընդամենը պրոցեսի մի մասն է։ Եթե քեզ հիմա հուսահատեցնում եմ ծառայությունից, պատճառն այն է, որ կանչված չես, բայց եթե կանչված ես, դու կմնաս և կհամբերես, և մարդիկ ասեն ամեն։ Ուրեմն ինչու է Աստված թույլ տալիս հուսահատություններ, որպեսզի օգնի քեզ վերակենտրոնանալ կոչումի վրա։ Սա է պատճառը։ Դու նորից ես կենտրոնանում կոչումիդ վրա, երբ արդեն հուսահատված ես։ Վրդովմունքները գալիս են, որպեսզի կարողանաս վերաքննել քո առաջնայնությունները։ Հուսահատությունները գալիս են, որպեսզի կարողանաս վերակենտրոնանալ Աստծո կոչումի վրա։ Լսեցիք այդ։ 8-րդ Դու համարյա տեղում ես, համարյա ընտրված ես արդեն։ 8-րդ Դևը երբեք բաց չի թողնում հնարավորությունը։ Մինչև Աստծո ընտրելը դևը կհարձակվի քեզ վրա։ Այդ պատճառով դու կանցնես մի սեզոնով, մի շրջանով, որը կոչվում է պատերազմ։ Պատերազմի քննություն, սա այն ժամանակ է, երբ Աստված կփորձի քո պատերազմական ընդունակությունները, որովհետև եթե դու չես կարող հաղթել քո ընտրված լինելը, դու կկորցնես։ Դու պետք է հաղթես պատերազմի դաշտում, որպեսզի գոյատևես քո անձնական ծառայության համար։ Ինչու են այդ պատերազմները, որպեսզի դու զարգացնես քո հոգևոր զենքերը այդ շրջանի ժամանակ։ Դու սկսում ես զարգացնել քո հոգևոր զենքերը։ Դու սկսում ես զարգացնել քո պատերազմական ընդունակությունները։ Ես անցել եմ այդ ճիշտ իմ կյանքի սկզբներում, երբ Աստված օծեց իմ կյանքը։ Ես անցել եմ այդ բոլոր փորձությունները 3 տարվա ընթացքում։ 3 տարի տևեց, մինչև Տերն ասաց բարի վեր կաց գնանք։
Ես ծառայում էի մի մարդու, որի անունն էր Ջիմ Ֆոնտեր։ Ես նրա համար հոգ էի տանում եւ նա ասում էր ինձ. «Բենի, ինչու ես այս ամենն անում ինձ համար»։ Ասում էի, որովհետեւ Աստված նայում է եւ ես ուզում եմ համոզված լինել, որ կարող եմ ապացուցել իմ հավատարմությունը Տիրոջը։ Նա ազատ մեթոդիստ քարոզիչ էր եւ ինձ վերցնում էր իր հետ եւ ես գնում էի նրա հետ ամենուր, ուր քարոզում էր եւ կրում էի նրա ակորդեոնը, որն ինձնից ծանր էր։ Բայց ես ծառայում էի նրան։ Եվ հետո նա կաթված ունեցավ եւ այդ ժամանակ էլ ես մնացի նրա հետ։ Հետո նա մահացավ, գնաց Տիրոջ մոտ։ Նա ինձ համար հոգևոր հայր էր եւ ես ծառայում էի այդ մարդուն։ Ես կանգնած եմ Աստծո առջև այստեղ, ասեմ ձեզ, եթե Ջիմը կենդանի լիներ այսօր, ես կշարունակեի ծառայել նրան։ Անկամ երբ իմ անձնական ծառայությունն ունեմ, ես կշարունակեի ծառայել նրան, որովհետեւ չեմ հավատում, որ դու պետք է թողնես ծառայելը։ Հնարավոր չէ, երբեք։ Այսպիսով պատերազմը կգա քո դեմ եւ դու կզարգացնես քո պատերազմական զենքերը եւ պատերազմից դուրս գալու միայն մեկ ձև կա՝ հոգով քայլել։ Հոգով քայլելը պարտության է մատնում ամեն մի թշնամու։ 9-րդ Հուսամ, որ այս երեկո ինչ որ բան սովորում եք։ Գրեք, մինչև Աստված ձեզ կգործածի վերջին քննությունը, դա ձեր տեսիլքն է։ Աստված կփորձի քո տեսիլքը։ Նա կվերադառնա քո կյանքի տեսիլքին։ Նեհեմիայի առաջին գլխի առաջին 11 համարները, Նեհեմիայի երկրորդ գլուխ առաջին 6 համարները։ Ես չեմ կարդա, որովհետև մեր ժամանակն ավարտված է։ Մենք տեսնում ենք, որ Նեհեմիայի տեսիլքը փորձվեց։ Նրա տեսիլքն էր պատերը նորոգելը, նրա տեսիլքն էր տաճարի նորոգումը։ Նրա տեսիլքը փորձվեց մինչև նրա կարողության սահմանները։ Թշնամին բարձրացավ, որ կանգնեցնի վերակառուցումը, դրա համար նա մի ձեռքով շինում էր, մյուսով կռվում։ Քո տեսիլքը հարձակման տակ կընկնի քո ընկերների կամ ընկերուհու կողմից, կամ այն մարդկանց, ովքեր ուղղակի կփորձեն գողանալ այն, ինչ Աստված փորձում է անել քեզ հետ, եւ դու կարիք ունես ամուր բռնել քո տեսիլքը, եւ քո տեսիլքը կփորձվի։ Եվ եթե դու ապացուցես Աստծուն, որ կարող ես կարճած մնալ այդ տեսիլքին, դու համարյա տեղ ես հասել։ Քո տեսիլքը կփորձվի ճիշտ Ամբակումի երկրորդ գլխի առաջին 3 խոսքերի համեմատ։ Այն խոսում է տեսիլքի մասին։ Թե ինչ պետք է անես տեսիլքի հետ։ Կարող եմ արագ փոխանցել ձեզ։ Ասացի կարող եմ արագ փոխանցել։ Խնդրում եմ բաց արեք Ամբակումի գիրքը եւ կարդացեք ինձ համար երկրորդ գլուխը, առաջին 3 համարները եւ ես կասեմ այս մարդկանց թե ինչ պետք է անեն իրենց տեսիլքի հետ։ Ամբակումի երկրորդ գլուխ առաջին 3 համարները։ Իմ պահպանության տեղը կանգնեմ եւ կենամ պարսպի վրա, եւ մտիկ տամ տեսնեմ, թե ինչ է խոսելու ինձ հետ, եւ ինչ պիտի պատասխանեմ եւ հանդիմանության մասին։ Եվ Տերը ինձ պատասխան տվեց եւ ասաց. գրիր տեսիլքը։ Հիմա առաջինը, որ պետք է անես, երբ քո տեսիլքը փորձված է, նորից գրիր այն։ Ահա այն, որ Աստված կանչել է ինձ անելու։ Որովհետև Աստված նշան է բռնել քո կյանքի անձնական ծառայությանը, դա քո կյանքի տեսիլքն է։ Ինչ որ ժամանակ դու կանչվել ես ծառայելու մեկ ուրիշ մարդու, դու քայլում ես այդ ճանապարհով, եւ վերջինը, որ Տերը կանի մինչև քո անձնական ծառայությունը ծնելը կփորձի քո տեսիլքը։ Գրեք այս։ Երկրորդ, եւ որոշ նշանակիր տախտակների վրա, սա նշանակում է, որ դու պետք է որոշակի դարձնես այն։ Դու պետք է պարզ հասկանաս քո համար, թե ինչ է այդ տեսիլքը նշանակում քո կյանքի համար։ Դա մառախուղի մեջ չէ, պարզ եւ որոշակի է։ Դա պարզ է, որին կարող ես նշան բռնել։ Երրորդ, որպեսզի վազի նրան կատարողը։ Երրորդը, որ ուզում ես քո տեսիլքը կատարվի, նրա ետևից գնալն ու կատարելն է։ Բայց այս ամենը դու անում ես, երբ վերակենտրոնացած ես տեսիլքին։ Տեսիլքը կենթարկվի հարցակման, կփորձվի, սա վերջինն է, որ կկատարվի քեզ հետ։